Շատ սիրելի հեռուստադիտողներ, ջերմ բարևներով Սիլվան եմ, հոգեբան, հույսով եմ բոլորդ լինեք ողջ եւ առողջ։ Սիրելիներ, այս գիշեր ծրագիրը կշարունակվի մինչև ժամի 9, 1 ժամվա համար եւ դուք կարող եք ձեր հարցերի համար զանգահարել ստուդիոն։ Ստուդիոյի համարն է սիրելիներ 818 662 9222 թիվը։ Ինձ հետ ժամադրության համար սիրելիներ, ձեր անհանգստություններ, հոգեկան, psychological հիվանդություններ, ընտանեկան հարցեր, ամուսիններ, հարաբերության վերաբերյալ եւ նույնպես նախքան ամուսնության թեստերի համար եւ ձեր թինեյջերներին վերաբերյալ կարող եք ժամադրության համար իմ գրասենյակը զանգահարեք։ Իմ գրասենյակի համարը ձեր ժամադրության համար սիրելիներ 818 326 8221 թիվն է։ Ներողություն։ Իսկ սիրելիներ, այս ծրագիրը իր կրկնողությունը կարող եք հետևել երեքշաբթի ճաշից հետոներ ժամի 1-ին։ Շատ լավ, սիրելիներ, խնդրում եմ ձեզանից ձեր զանգահարելը սկսեք հիմակվանից, որովհետև ես արդեն ժամի 9-ից 5 պակաս, 10 պակաս արդեն չեմ կարողանա, որ հեռախոսները պատասխան տամ եւ ծրագիրը սկիզբը, որը զանգահարում եք, ավելի հանգիստ ձևով կարող ենք այս թեմաների առթիվ խոսանք։ Եվ ես ձեզ համար խոսացել եմ անցյալ շաբաթ խոսացի confidence-ի առթիվ, այսինքն ինքնավստահություն, որը մեկ հատ շատ կարևոր հարցերից է, որ ամեն մարդ իր մեջ այս ինքնավստահությունը ունենա, եթե որ ուզում ենք մենք մեր կյանքում ավելի հանգիստ, ուրախ, հաջող կյանք ունենանք։ Եվ confidence-ը շատերը գալիս են սխալվում են, confidence, self-esteem, ասում են self-esteem, self-confidence, ուրեմն նույնը չի սիրելիներ, confidence-ը, այսինքն ինքնավստահություն, այսինքն մենք մեզանից վստահ ենք, վստահություն ունենանք, որ կարողությունը ունենք, որ գործերը կատարենք։ Իսկ self-esteem, ինքնասիրություն, ինքն իրեն արժեք դնելը, այդ զգացումներն են, որ մենք ինչպես ենք մեզի զգում, արդյոք մենք արժանի ենք օտարների հարգանքին, ռեսպեկտին, թե ոչ։ Ուրեմն, երբ որ մենք ինքնավստահության առթիվ ենք խոսում կամ ինքնասիրության առթիվ ենք խոսում, տարբերությունները շատ լավ է որ իմանանք։ Եվ հիմա մենք ուրեմն confidence-ի առթիվ, self-confidence, որը confidence-ով մենք ծնվում ենք համարյա թե, բայց մեկը կա, որ իր confidence-ը positive է, այսինքն դրական է, եւ մեկերի confidence-ը negative է եւ բացասական։ Եվ մենք ուզում ենք, որ անպայման վստահորեն մեր confidence-ը, self-confidence, ինքնավստահությունը ավելի positive, բարի, լավ բաների ճյուղի մեջ լինի, ոչ թե հակառակը։ Confidence-ը, սիրելիներ, ինքնավստահությունը մեկ հատ կարևոր բաներից է, որ կետերից է մեր մարդկային զգացումների մեջ, որը շատ մեծ դեր է խաղում, որ մենք կարողանանք մեր նպատակներին հասնելու համար, այսինքն goal ունենանք։ Մեր նպատակների հասնելու համար մենք պետք ունենք confidence ունենանք եւ եթե մարդ արարածը, եթե որ նպատակ չունենա, goal չունենա իր կյանքում, ուրեմն այդ մարդը արդեն ոչինչ իր կյանքը
չի մանում որտեղ է երթում եւ տեղ չի հասնելու, ոչ մետեղ է հասնելու։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք մեր նպատակները իմանանք, հիմա մեր նպատակները կարելի է որ կարճ ժամանակվա նպատակներ լինի, գոլեր լինի, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, 6 ամիսվա, մեկ տարվա կամ 5 տարի, 10 տարի, 20 տարի, ուրեմն մենք կարիք ունենք, որ գանք եւ մեր նպատակները, գոլերը սեթ անենք եւ հերթականությունը, կարևորությունը դասավորենք եւ այնինչ որ պետք է requirement-ները, ինչ որ պետք է կատարենք, որ մենք մեր նպատակներին հասնենք, մեր գոլերին հասնենք, ձեռ բերենք, սկսենք կատարել, որը դա արդեն կարիք ունենք, որ ինքնավստահություն ունենանք, այսինքն confidence ունենանք, self confidence ունենանք, երբ որ մեկը այդ self confidence-ը չունենա, չի կարողանում, որ իր նպատակներին, գոլերին հասնի, achieve-անի, ձեռք բերի։ Եվ գործը կիսատ է մնում, եւ հուսահատվում են, եւ իրանք իրանց արդիվ արդեն վատ զգացում ունեն։ Եվ այդ ձև առաջ է երթում, որ տեսնում ենք տարիներ անցնում է, եւ մեկը իշքան անհանգիստ եւ մոլորված կյանք են ապրում եւ դժգոհ։ Դժգոհ մարդիկ ուրեմն նրանք են, որ իրենց նպատակներին չեն կարողացել հասնեն եւ միշտ օտարներին են բլեյմանում, մեղադրում եւ անընդհատ իրանց ուրեմն այդ զոհված մարդու աթոռի վրա են ապրում, խեղճ աթոռի վրա, որովհետեւ մենք կյանքում սիրելիներ երկու հատ աթոռ ունենք, որ կարող մենք ենք որոշում, որ մա աթոռի վրա նստենք, մեկ հատ աթոռը խեղճ աթոռն է, որ զոհվածն է, ես մեղք եմ, անընդհատ ճնգում են, որ իմ ոտս ցավում է, գլուխս ցավում է, մեքենա չունեմ, նոր եմ եկել, դրամ չունեմ, ախը քույրիկս, ամուսինս, երեխես, ամեն ինչը օտարների պատճառով է, օդի պատճառով, երկրի պատճառով, միշտ այդ victim աթոռի վրա են ապրում, խոսում, երբեք իրենք հանձ չեն առնում իրենց պարտականությունը։ Երկրորդ աթոռը ուրեմն, որ մենք կարող ենք ընտրենք եւ ապրենք վրան responsible chair, այսինքն մենք responsible chair-ը որ մենք ընտրում ենք, որ հանձ ենք առնում կյանքի ամբողջ 100% responsibility-ին, հանձնավորությունը 100% հանձ ենք առնում եւ ինչ որ պատահում է մեր կյանքում, մեր շրջապատում մեզ համար, ուրեմն մենք 100% պատասխանատու ենք ելնում եւ էլ բոլորովին օտարի կամ շրջապատին կամ ժողովրդին, օդին, ջուրին, situation-ին չենք մեղադրում։ Եթե մեղադրենք, ուրեմն εμείς աթոռին ենք, այսինքն զոհված աթոռը victim chair-ի վրա ենք ապրում։ Եվ confidence ունենալու համար, confidence-ը շատացնելու համար, ուժեղացնելու համար մենք պետք ունենք, որ գոլ ունենանք եւ մեր գոլերը կարող առաջի հերթին պետք ունենք, որ գանք identify անենք, նայենք, տեսնենք մեր կյանքը որտեղ են կանգնած, ինչ ենք ուզում, որտեղ ենք ուզում հասնենք, արդյոք այդ դրությունը, որ մեջում ապրում ենք, գոհ ենք, ուրախ ենք, երջանիկ ենք զգում մեզի, մենք ինքներս մեզանից գոհ ենք, թե ոչ։ Եթե որ գոհ ենք, լավ ենք, ամեն ինչ շատ լավ է եւ ապագան տեսնում ենք ինչքան պայծառ ու սիրուն, շատ լավ, շնորհավորում եմ ձեզի։ Իսկ եթե տեսնում ենք, որ զոհված աթոռի վրա ենք եւ գոլ չունենք, նպատակ չունենք ապագայի համար, 6 ամսվա գոլ չունենք, 1 տարվանը չունենք, 5 տարվանը չունենք, 10 տարվանը չունենք, ուրեմն դե արդեն անհույսություններ կա եւ
unorganized, այսինքն բոլորովին դասավորված չի կյանքը։ Մենք կյանքը պետք ունենք, որ գործիքները ունենանք դասավորելու եւ իմանանք, եթե չենք իմանում, կարող ենք գնանք եւ սովորենք։ Եվ հիմա այս դարը, որ մենք ապրում ենք, ամեն ձևի հնարավորություն կա, որ մենք կյանքի լավ ապրելու գործիքները ճանաչենք եւ օգտվենք, որ կարողանանք ավելի հանգիստ, ուրախ, խաղաղ, երջանիկ կյանք ապրենք։ Շատ լավ, սիրելիներ, մի սպասեք ծրագիրի վերջը, խնդրում եմ ձեր զանգահարությունները սկսեք, ես վստահ եմ, որ մինչև առավոտ էլ, որ ես ձեզ համար բացադրեմ, իմանում եմ, շատ հաճելի լսում եք, մեկները ինձ զանգահարում են, ասում են, որ զանգահարում են, խանգարվում ենք և ուզում ենք, որ Տիկին Սիլվա դուք ավելի շատ խոսակ։ Ես խոսք չունեմ դրա համար, բայց այս ծրագիրը ես դրել եմ, ունեմ և միտքը նա է, որ ուզում եմ ավելի շատ մեր ժողովրդական պահանջները, ուզվածքները, դժգոհությունները և նեղությունները կարողանանք, որ իրար հետ կարողանանք խոսանք, հարց ու զրույց ունենանք, որ ընդհանուր կարողանանք մեկ հատ գաղափար կազմակերպենք, որ տեսնենք մենք մեր շրջանը, մեր շրջապատը ինչ պահանջներ կա և ինչ դժվարություններ կա և ինչ պետք է կատարվի ավելի լավ բանը ձեռք բերելու համար։ Շատ լավ։ Ուրեմն շատ հետաքրքիր confidence-ի արդիվ, ինքնավստահության արդիվ մեկ հատ սիրելիներից ինձ հետ խոսում էր և մեկ հատ երիտասարդ օրիորդ, որը շատ անհանգիստ էր և գանգատվում էր, որ իր քույրիկը իր հետ շատ վատ ձևի է վարվել և ինքը մեկ հատ տղամարդի հետ դուրս է գնացել և այդ տղամարդը ասում է ինձ շատ հավանավ, շատ լավ պայմաններ ուներ, սիրունատես էր, բոյով, բարդով էր և ես իմ քույրիկս եկավ շատ զարմացած, ասավ ես զարմանում եմ, որ այդ մարդը քեզի հերա հավանե, քո ինչը տա հավանե, այդքան սիրուն տղամարդ, այտենց բոյով, այտենց կրթված, այտենց աշխատանք, այդ ձև լավ ֆինանսական վիճակի մեջ, այդ ինչու է քեզի ուզում։ Ուրեմն այդ է խոսում էր իմ հետ, որ շատ անհանգիստ էր, տխրեր էր, ջղայնացեր էր և գանգատվում էր, որ մարդու իր շրջապատը թեկուզ իմ քույրիկս ինձի էս ձև է ասում և ես նեղվում եմ, անհանգստանում եմ և հետո էլ չեմ կարողանում, որ իմ հարաբերությունը շարունակեմ, սկսում եմ կացկածի մեջ ընկնել։ Ուրեմն մեր խոսակցությունը ուրեմն էս ձև առաջ գնաց, որ ով որ ասում է մի բան, օրինակ հիմա այս օրիորդի քույրիկը կարծիք է տվել, որ այդ մարդը քո ինչն է հավանե, այդքան լավը, սիրուն, կրթված, դու ինչ ունես, որ քո ինչն է հավանե։ Այստեղ ոչ մեն նեղվելու հարց չկա, այսինքն իմ պատասխանը այս օրիորդին սա է, որ եթե նեղվեր ես, ուրեմն դու քեզանից վստահ չես։ Եթե դու քեզանից վստահ ես, որ դու արժանի ես և կարող ես շատ լավ դրության մեկ հատ պարոնի հետ դուրս ու ներս անես, հարաբերություն ունենաս։ Եվ հիմա քույրիկը չէ, մամեն չէ, ընկերուհի չէ, քազինները չի տարբերում,
օտարները կարելի է շատ բաներ ասեն, նրանք կարծիք են տալի, ամեն մարդ իր կարծիքները, որ տալիս է, իրա իմացած, իրա գիտելիքները, այդ իրանց բանկը, այսինքն իրանց ուղեղը, այդ իրանց բանկն է, լրիվ տվյալներն է, ճիշտ այդ կոմպյուտերն է, որ ինչ որ մենք պրոգրամ ենք անում։ Ամեն մարդ այդ իրա ուղեղի հավասար կարծիք է տալի։ Օտարների կարծիքները կարծիք է, իրականություն չի։ Եվ եթե մենք թույլ տանք օտարների կարծիքը, որ օտարների judgment-ը պատճառ դառնա, որ մենք այդ գործը, որ ուզում ենք անենք, փոշմանենք կամ հետացքենք, կամ ուրախ ձևով չանենք, կամ վստահ ձևով չկատարենք, ուրեմն դե պրոբլեմը մերն է։ Թե չէ կարելի է 1000 հոգի գա տարբեր կարծիք տա։ Կարծիք է դրանք։ Իրականություն չի։ Իրականությունը նա է, որ դուք ձեր մեջ ինչքան ձեզանից վստահ եք, ձեզի հավատք ունեք, որ դուք լավն եք, հաճելի եք, դուրելի եք, արժանի եք, որ այդ ձև պարոն եկել է և ձեզի է առաջարկ տվել, որ հարաբերություն ունենա, հիմա ամուսնանալու, նշանվելու, ինչ որ։ Ուրեմն, դե մենք երբ որ այդ ձև վիճակները ստեղծվում, սիրելիներ, և մենք օտարին ենք մեղադրում, դե ուրեմն պրոբլեմը մեզանից է, որտև ասանք, քանի որ մենք մեղադրենք սրա պատճառով, նրա պատճառով, այն բանի պատճառով, այսինքն victim աթոռի վրա ենք, այսինքն այդ խեղճ աթոռի վրա, այդ մեղավոր աթոռի վրա, responsible աթոռը երբեք կարևորություն չի դարձնի, քույրիկն ինչ ասավ, այն մեկը ինչ ասավ, ընկերուհին ով ինչ ասավ, ինքը իրանից վստահ, իրան հավատք ունենալով և ինքը իրան արժանի իմանալով իրա գործը կկատարի։ Ուրեմն շատ հնարավորություն կա, սիրելիներ, մենք ամեն օր մեր շրջապատը տարբեր կարծիքներ տան մեր առթիվ։ Նրանց կարծիքները իրականություն չի, իրականությունը ձեր ներս դուք ինչ եք հավատում ձեր առթիվ, դա կարևոր է։ Ուրեմն, հիմա մենք confidence-ի համար, այսինքն ինքնավստահության համար 4 հատ բան պետք ունենք, որ ուզում ենք goal ունենանք, նպատակ ունենանք, և այդ 4 հատ բանը, որ կարիք ունենք կատարելու համար, առաջինը, որ ինքներս մեզի խոստովանվելն է։ Մենք պետք է կարողանանք ինքներս մեզի խոսք տանք։ Խոստովանվելը մեկ հատ կարևոր կետերից է, որ մենք պետք է սովորենք մեզի խոսք տանք։ Օտարին խոսք տալը ոչ մի դեր չի ունենա, մենք առաջ պետք է սովորենք, մենք մեզի խոսք ենք տալի, խոստովանվելը և մեր խոսքի վրա մնալը։ Երկրորդը belonging, այսինքն պատկանալ, մենք մեզի պատկանալու զգացումը մեր մեջ ունենանք։ Եվ երրորդը հարաբերություն, այսինքն հարաբերությունը էստե չափից դուրս կարևոր է հարաբերությունը ինքներս մեզ հետ և նույնպես մեր հարաբերությունը դուրսի հետ, դուրսի աշխարհի հետ, ժողովրդի հետ, շրջապատի հետ։ Եվ չորրորդը, որ մենք ինքնավստահության առթիվ, նպատակին հասնելու առթիվ պետք ունենք 100%
responsibility-ն հանձառնել 100%, այսինքն եթե եղավ 99%, մենք ստե դժվարությունի կհանդիպենք, 100% մենք պետք է հանձառնենք responsibility-ն մեր կյանքի, այն ինչ որ ուզում ենք կատարենք։ Շատ լավ, սիրելիներ, կարող եք որ զանգահարել, ձեր զանգահարությունները, շատ կարևոր է, որ այս ծրագիրը կարողանամ ես շարունակեմ, որ միշտ կարողանամ ձեզ համար ծրագիր ունենամ։ Զանգահարությունները պատճառը նա է, որ մենք իմանանք մեր ժողովուրդը հիմա այս վիճակում ինչ պահանջներ ունեք, որ իմանանք որտեղ են կանգնած եւ ինչերի արդիվ պետք է խոսվի, որ ավելի շատ կարողանանք հասկանանք մեր շրջապատի ցավերը, անհանգստությունները, դժվարությունները, հիվանդությունները, նույնպես լավ բաները, ուրախությունները եւ այլ։ Ուրեմն շատ շնորհակալ կլինեմ, որ ձեր զանգահարությունները սկսեք, մի սպասեք, հենց ձեր մեկ հատ հարցը իմացեք, որ 100 հոգի, 1000 հոգի այդ հարցը ունի եւ կամ ամանչում է, կամ չի կարողանում, կամ տարբեր դժվարություններ ունի, որ չի կարողանում համարձակվի, հեռախոսը վերցնի զանգահարի։ Մեկ հատ ձեր հարցը ուրեմն հազարավոր մարդկանց համար պատասխան է լինելու։ Ուրեմն դուք էլ ձեր զանգահարելով նույն ձևի օգնում եք, որ հենց այդ ձևի, որ ես եմ օգնում, ես դուրսից մի բանի արդիվ սարքում եմ, պատրաստում եմ, բերում եմ, խոսում եմ, բայց ձեր հարցերը հենց այդ չափի կարևոր դեր է ունենալու մեր ժողովրդի համար։ Շատ լավ, հիմա, ուրեմն, այստեղ ես ունեմ, ձեզ համար կբացատրեմ, որ ինքնավստահության համար մենք ինչ քայլեր պետք է վերցնենք, եթե ուզում եք, մեմեկերդ, եթե կարիք ունեք, կարող եք թուղթմատիտ ունենաք, որ մեկ-մեկ ես կասեմ, որ դուք գրեք, որ կարողանաք նույնը կարողանաք կարդալ եւ կատարեք։ Ուրեմն այն ինչ որ մենք ուզում ենք մեր կյանքի համար, մեր ապագայի համար կամ ներկայի համար, առաջի քայլը նա է, որ առաջ իմանանք, identify անենք, ճանաչենք, ինչ է։ Եվ ուզենանք եւ հետո դա բերենք, դարձնենք ինչ որպես նպատակ, որպես նպատակ սարքենք, գոլը դնում ենք եւ հետո որոշում ենք կատարում, որոշումը կատարում ենք եւ հետո այն ինչ որ պետք է կատարենք այդ նպատակին հասնելու համար requirement-ները, ուրեմն քայլերը վերցնենք մեր ուժերը հավաքելով, կատարելով եւ օտարների կարծիքը ուշադրություն չտալով, որ չփոշմանենք եւ ձեռք բերենք այդ ինչ որ որոշեր ենք եւ ուզում ենք եւ վերջացնենք, կիսատ չթողնենք։ Շատ լավ։ Թույլ տվեք այս տելեֆոնը պատասխանենք։ Այո, համեցեք։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ձեր տելևիզիոնի ձայնը ցածրացրեք, համեցեք։ Լավ եք, ինչպես եք։ Մերսի, շնորհակալ եմ, շատ լավ։
Դրանք հացիդ, հեռախոսինը, Համեցեք, ես ձեզ լսում եմ, դուք էրի վրա եք։ Այո։ Համեցեք։ Տեսնում որ հաց Այո, ինձի են մյուսենյակից էլ ասում են, ձեր տելևիզիոնի ձայնը շատ բարձր արձագանք է տալի, խնդրում եմ ցածրացրեք տելեֆոնով, խոսացեք 35 տարի է, որ մենք այս բանը ասում ենք։ Այո, համեցեք։ Օտարը կարի ուսում է, հետո որ չի կարալի սասկաշի։ Այո։ Ուզում է խոսքի համար ուզում տեսին, ես որ քանի տարիա բանը, իզնե վստահություն չունեմ, ինչպես եմ կարող իզնե վստահությունը ձերքբերել։ Այո։ Քանի տարիա որ չունեք, ունիք, ձեռից տվեր եք, ինչա պատահ է։ Սկզբից իզնե վստահություն, ուզում եմ, որ ես միշտ իզնե վստահ չեմ էլ է։ Օտարի խոսքը իրենա շատ արժեք ունի, մեկը որ ասի այսի լավ չի, եսի մտածում եմ, որ անպայման լավը չի, որ ասում եմ լավը չի, այդ հաշվով եմ ուզում ասեմ։ Okay, կարող եք համարյա ինձի ասեք, եթե դժվարա չէ, քանի տարեկանի շուրջ եք։ Ես 53 տարեկան եմ։ Շատ լավ, okay, ուրեմն օտարների կարծիքը, այսինքն ձեզ պատճառը ելնում, որ լավ չի, այսօր կարելի է մենք այդքան սարի վրա կանգնենք, ուզում ենք մեզի գցենք ցած, մեկը գա ասի այդ գործը մի արա, ճիշտ գործ չի։ Բայց այսօր կարելի է որ ուզում եմ երթամ դպրոց դաս սովորեմ, հետո մեկը գա ասի, վայ, պարապես ուզում ես ինչ անես դաս դպրոց, շատ տարբերություն ունի։ Ուրեմն առաջի բանը, որ կարևոր է, identify անենք, ճանաչենք, որ էսի վտանգավոր գործը խելքից պետք է օգտվենք, որ ինձի սարից ցած գցելու արդիվա, որ օտարին պիտի լսեմ, ինձի չշպրտեմ ցած, թե այս իմ անձնական բաներն է, որ կյանքս դեպի լավացնել, ինձի լավ զգալ, ինձի երջանիկ զգալու համար, ինձի բախտավոր զգալու համար, ինձի ուրախ զգալու համար, ես զգում եմ, որ այս գործը կատարեմ, ինձի լավ եմ զգալու։ Ուրեմն, երբ որ այդ զգացումը ունեցաք, ուրեմն օտարների կարծիքը բոլորովին կարևոր չի ելնում մեր կյանքի մեջ։ Հասկանում եմ։ Okay, հիմա ընդհանրապես նրանք, որ confidence-ը իրանցը թույլա, քիչա, ցածրա, նեգատիվի վրա է ելնում, ուրեմն, որ օտարների խոսքերը իրանց շատ ազդում, անցյալում կամ childhood-ում ստրես են ունեցել, depression են ունեցել, դժվար կյանք են ապրել կամ anxiety ունեն։ Եթե որ մենք մեր անցյալի հարցերը չլուծենք, չվճռենք, չմաքրենք, ուրեմն հələ մի հատ ծանր բեռ քաշենք տալի մեր հետ։ Անցյալի հարցերը դեռ ինչպես պետք է լուծենք։ Այո, անցյալի հարցերը օրինակի համար, եթե կորուստ ենք ունեցել, կամ anxiety ունենք, կամ կարելի է ջղայնություններ կա, կամ երեխա ժամանակվա հարցեր կա, անհանգիստ ենք, տխուր ենք, փոշմանած ենք, հեյթ կա, նախանձություն կա, մենակություն զգալը կա, դրանք բոլորը նեգատիվ emotion-ներ է, նեգատիվ զգացումներ է, որ եթե մենք այդ ձև anxiety ունենանք, կամ մեկը կարելի obsession ունի, anxiety ունի, կամ օտար հոգեկան անհանգստություններ, դրանք եթե մեկը ունենա, պարզ է, որ իր confidence-ի վրա ազդելու է, որտեղ լավ չի, ներսը խանգարված է, ուրեմն անընդհատ օտարների խոսքերը կարևոր է ելնելու իր համար, եւ ինքը իր համար մի հատ քայլ չի կարող վերցնի։ Հիմա դուք ինձի օգնեք, ինձի ասեք, որ օրինակ ինչ եք ուզացել անեք, կամ ուզում եք անեք, որ չեք կարողանում, կամ արերը կիսատ մնացել եւ օտարի խոսքը խանգարեր է։ Բանը, ես գրում եմ դասի,
Նոր ոչ եմ եկել, քանի տարի բայց անգլերենս լավ չի։ Այո։ Գնում եմ դասի։ Որ մի քիչ դժվարությունների մեջ եմ ինում, բանը մնում, հետո անընդհատ ասում եմ ինչ անեմ, Ինչպես դժվարության մեջ եք ընկնում։ Հենց այդ դասի քննությունների արդիվ արդեն ինժեներությունի մեջ եմ դժվար է։ Չէ, սպասեք, ես մատ լավ հասկանամ։ Ինչպես դժվարությունների մեջ եք ընկնում, այսինքն հենց դպրոցի դասի վերաբերյալ, թե ընտանեկան հարցերը առաջ գալի։ Ընտանեկան չէ, դասի ընթացքում գնում եմ։ Այո։ Դասը ամեն անգամ դժվարանում է։ Այո, այո։ Հետո մի քիչ դժվար, մի քիչ ժամ դնեմ, նստեմ։ Հետո Վերջը տարիքի բանալը սովորում ես, նորեն մոռանում ես, հետո մտածում եմ, ասում եմ, դեսից ուզում եմ միշտ շարունակեմ, ասում եմ թողնեմ, հետո էլի բան, հետո ինչպես եմ ասում, հետո բայց մեկ կողմից էլի նոր սիրում եմ, թե ուզում եմ շարունակեմ, բայց մեկ կողմից էլ մեջտեղները պատասում եմ, միտքեր ա գալի, ասում եմ, բաց թողնեմ, շարունակեմ, Ինչ մտքեր ա գալի։ Այո։ Ինչ միտք ա գալի, որ ինչու շարունակել եմ, որտեղ հասնում եմ, այս տարիքին քանի տարի սովորեմ։ Միթե դուք 55-ից ավել եք։ Չէ, 53 է։ Լավ, 53։ 53-ը նոր դուք ձեր կյանքի երկրորդ chapter-ն եք սկսում, բայց ավելի շատ գաղափարներով։ 50 տարեկանը, 53 տարեկանը նոր կյանք է սկսում։ Այսինքն հենց այդտե դուք ինքներդ ձեզի մի հատ նեգատիվ point-ը տալիս եք, որ ձեր տարիքը արդեն ճիշտ կարծես ձեզի retire եք անում, որ ուզում եմ ինչ անեմ այս տարիքի։ Okay։ Հիմա դուք գալիս եք, երթում եք դպրոց անգլերեն սովորեք։ Այո։ Okay, դուք Ամերիկա եք ապրում։ Այո։ Այս լեզուն էլ պետք ունեք։ TV եք նայում, խանութ եք երթում, բանկ եք երթում եւ Este ամենից կարևորը, երբ որ մենք նոր լեզու ենք սովորում, մեր ուղեղը, սելերը սկսում են ակտիվանալ եւ ամենալավ գործը ճանապարհն է, որ մենք երբեք հիշողության problem չենք ստանա, Alzheimer չենք ստանա, ուրեմն նոր լեզու սովորելը, նոր գործեր կատարելը մեր ուղեղի սելերի համար շատ կարևոր է։ Այսինքն դուք էդի լավություն եք անում ձեզի, էդի փոխարեն դուք ապագայում երթաք բժիշկի, խոփ հիմա երթում եք դպրոց, մատ նոր լեզու եք սովորում։ Այսինքն ինքներդ ձեզի բարի եք ելնում, ինքներդ ձեզի կարևորություն եք դարձնում, որտեղ մենակ այդ դպրոցի երթալ գալը լեզուն չի, 100 օտար լավ գործ եք կատարում ինքներդ ձեր համար։ Դրանք իմանալով արդյոք էլի կարծում եք մեկ քիչ հիմա դասը դժվար է կամ քննությունը հիմա grade-ը B չեք ստացել, A չեք ստացել, C եք ստացել։ Էլի ասում եմ չերթամ էդի իմանալով հիմա որ դուք ձեզի քեր եք անում դուք որոշեր եք եւ հիմա այդ գործը կատարում եք։ Հիմա որ level-ը որ կաք, level 1, 2, 3, ինչը որտե։ Այո։ Էդի անսահման դուք կարող եք բարձրանալ։ Ճիշտ է։ Ես հիմա դասել եմ level 3-ը։ Okay։ Հետո անընդհատ կարծում եմ չկարողանեմ շարունակեմ։ Okay։ Դժվարանում է արդեն։ Եթե դուք ձեր self-talk շատ լավ խոսք ասացիք, self-talk, այսինքն ձեր ներքին խոսակցությունը ձեզ հետ։ Եթե բացասականը, այսինքն նեգատիվը, եթե չկարողանամ, խոփ չկարողացար նոր ընկերտաս քննություն կտաս։ Այո։ Մենք ամեն ինչը պետք կատարելով է, որ ձեռ ենք բերում։ Ուրեմն պետք ունենք ձեր self-talk-ը, ձեր ներքին խոսակցությունը ձեզ հետ, ինչ անեք, positive self-talk անեք։ Այսինքն ես կարող եմ, կանեմ եւ ձեռ կբերեմ։
որտեվ մենք մեր լեզվով, մեր մտքով, մեր խոսքերով, մեր ապագան ենք սարքում։ Դուք ձեր արդիվ, դուք ձեզի գնահատական չեք տալի, ինչպես է կարող սպասելիք ունենաք, որ ուսուցիչը ձեզի գնահատական տա։ Իմացաք ինչպես է ելնում։ So, պետք ունենք, որ ուրեմն դուք սկսեք ձեզի գնահատական տաք, որ ես այս գործը անում եմ իմ առողջության համար, իմ ուղեղիս համար եւ սովորում եմ, մեկ հատ լավ պոզիտիվ գործ եմ անում, երեխեքը տեսնում են, շրջապատը տեսնում են, դուք մեկ հատ շատ լավ պոզիտիվ գործ եք կատարում։ Եթե դա ձեզի ուրախացնում է, լավ զգացում եք ստանում, ստրեսը կգա, քննությունների ժամանակ ես էլ եմ ստրես ստանում։ Ես էլ նստում եմ այս տելևիզիոնը խոսալու համար, կարելի է որ նախքան ծրագիրը ստրես ունենամ։ Դա գալիս է երթումը, բայց չեմ թույլ տալի երթա ներսը, որ հիմք դնի, որ հետո բոլորովին էլ չուզենամ գամ նստեմ։ Թե չէ գա կերթա։ Դրանք զգացումներ է։ Զգացումները կարևոր չի։ Հիմա վախենում ենք, երկմիտ ենք, կամ վայ ինչ կելնի, ինչ գրեյդ կստանամ, ինչ կարևոր է։ Կարևոր է նա, որ դուք կատարում եք այդ գործը, այսինքն լոջիկով մտածեր եք, որ էսի ես որոշում եմ, ուզում եմ, կատարում եմ եւ այս քայլերը վերցնում եմ։ Հիմա գրեյդն էլ վատ գրեյդը լավ, այնքան կերտամ մինչեւ լավ գրեյդը ստանամ։ Այո։ Էլ ինչը նա ձեզի խանգարում։ Բանը ուզում եմ հարցնեմ, որ ընկեր կամ հանկարծ խոսակցություն այլելու բան, հետո կա մի բանի վրա, որ հակառակվում են մի բանին ասում ինձի, որ ես ներվում եմ, չեմ կարողանում այդ պատասխան տամ իրանց։ Օրինակ, ինչպես բան են ասում, որ դուք եք նեղվում, թե նրանք են նեղվում։ Մեր բանի մեջ որ ուրեմն բաները ասում են, ես չեմ կարողանում համարձակ պատասխան տամ իրանց։ Իրանց խոսքից ես ներվում եմ։ Իրանց խոսքից ներվում եմ։ Օրինակի համար ձեզի ասում են, որ օրինակ քո բոյը երկար է կամ կարճ է։ Կամ դու լավն ես, թե վատն ես։ Այդ է մեր վաչերի մասին։ Օրինակի համար ինչ, մի հատ նմուշ մի բան ասեք ինձ։ Ուրեմն ինչ ասեմ։ Ընտանեկան մի պատմություն ա եղել, ուրեմն ես մի գործ չեմ արել, ինձ մեղադրում են, որ դու այս գործը արել ես։ Հետո ես ինչ լեզվով, որ ասում ես այս գործը չեմ արել։ Բայց դիմացինը չի ուզում ընդունի։ Եվ ոտը մեկ որ շիկենացա դրեց, որ դու այս գործը արել ես։ Այո, շատ լավ։ Էսի գալիս է, շատ լավ բան ասակ, որովհետև այս արդյոք ես լրիվ հատ ասում եմ, անցնում եմ, բայց երբ որ այս զրույցի մեջ է գալի, ավելի պարզ կարող ենք խոսանք։ Այս հենց այդ է ելնում, որ ես մասին բացատրամ, որ օտարները, իրանց կարծիքները, իրանց կարծիքն է։ Դուք ինչ եք հավատում ձեր արդիվ, դուք այդ գործը կատարել եք, թե չեք կատարել։ Ես այդ գործը չեմ կատարել։ Շատ լավ։ Բայց այն դիմացինը այնքան երեսով է, որ ամեն տեղ նստել ասել այս գործը արել է, հետո ես ապացույց չունեմ, իսկականից չեմ արել, բայց ապացույց չունեմ, որ ինչպես պատմեմ, եթե լեզու բերանը չունեմ նման, որ ես ստեմ սուտ ասել, մարդ կա կարողանում է։ Ես հասկացամ ձեզի։ Կարևոր չի, որ օտարները ինչ ասեն, կարելի է կան ասեն գող ես, լավը չես, լավ ընտանիք չես կառավարում, չեմ ամ, էս, դու քո հավատքը, քո արդիվ, որը դու այդ գործը կատարել ես թե ոչ, էդի բավական է, դու քեզի պիտի հավատաս, որովհետև աշխարհ այսօր 1000 հոգի կարելի է գան ասեն, որ Սիլվան լավը չի։ Կարծում եք, որ իմ համար կարևոր է։ Իմ համար այսքան կարևոր չի, որ ժողովրդի կեսը ասեն լավը չի։ Ոչինչ չի իմանում։ Շատ է խոսում։
Թող ասեն։ Բայց դուք այսպես որ ասում եք, դուք կամարտադրեք, որ ամենտեղ գնալ դուք խոսքան ասել կոմաս ձեր մասին։ Ասում են։ TV-ից էլ զանգում են, ասում են։ Այո, Բայց պատճառ չի ելնի, որ ես իմ գործը չշարունակեմ։ Ժողովուրդը շատ բաներ կուզենան ասեն, թող ասեն։ Դուք ինչու եք կարևորություն դարձնում օտարների խոսքերին։ Դուք ձեզի հավատքը ունենալով ձեր կյանքը պետք է շարունակեք։ Էդ էլ լումա ինքնասիրություն, ինքները ձեզի արժեք դնել։ Դու այդ արժեքը ունես, քեզի սիրում ես եւ վստահ ես։ Հիմա հազարավոր կարելի է գան տարբեր խոսքեր խոսան ձեր արթիվ։ Այդտենց մարդիկ միշտ ելեր են, հիմա էլ կան եւ միշտ էլ կելնեն։ Եվ մի բան ասեմ ձեզի, մենք 25% աշխատում ենք, որ այն 75%-ին կյանքը հանգիստ պահենք։ Այդ 75%-ը միշտ նեգատիվ կխոսա։ Ուզենանք թույլ տանք մեզի կանգնացնեն, հո աշխարհը կապ կգա։ Թող ինչ ուզում են ասեն։ Դուք ձեր գործը ճիշտ կատարեք։ Okay? Լավ, շատ շնորհակալ եմ։ Մերսի տելեֆոնից։ Bye-bye։ Այո, համեցեք։ Բայբես Սիլվա, ինչպես եք։ Մերսի, շնորհակալ։ Շատ հաճելի է քեզ լսելը, բայց յանի խփողները մի քիչ իրար տելեֆոնով հանգիստ խոսան ու խանգարվում է ցայնից։ Այո։ Գնեք, մատ հարց ես երեխեքը որ սուտ են ասում։ Մեր բան իմանում ենք, որ դա ճիշտ չի, բայց կարծես վախից է, ինչից է որ սուտ են ասում։ Այդ ինչ է կարող ջան Քանի տարեկան երեխա։ 8 տարեկան է։ Աղջիկ երեխա է։ Աղջիկ երեխա։ Ինչի մասին է սուտ ասում։ Շատ անկապ։ Անկապ է բան։ Շատ կարծես թե ուզում եմ իրան միշտ անմեղ ցույց տա կամ վախի մեջ չեմ ան ինչ պետք է արած ասենց երեխին որ Այո։ Սուտը չասի, կարծում է թե այսինչը մեր բան ասենքը, մեր բան ավելացնում է, ծաղկացնում է, այս ազավերերը, կավոր սենց ճայտիրանից ասել, նորմես տենց, իրան ցույց տա, որ ես եմ չարամ, տեսար էդ արավ, մա ես հայ ուզում եմ իրան խրատեմ, ես ինքս շատ գրքեր եմ կարդում, շատ բաներ եմ իրան ուզում խրատեմ, Ես հասկացամ համարյա affirmation-ներ ունեմ, բայց չեմ կարողանում Շատ լավ, ես հիմա ձեզ համար կբացատրեմ Մենք սուտ ասելը ընդհանրապես պատճառը վախն է Մենք այսօր սուտ ենք ասում, որտեղ վախենում ենք, որ դիմացինը հիմա մեզի ինչ կասի Ուրեմն ես սուտ եմ ասում, որ ինձի ամեղ սարքեմ, որ ինձի protect անեմ, որ դիմացինը այսօր չգա իմ վրա հարձակվի, ջաջանի կամ կռվի։ Ուրեմն սուտ ասելու պատճառը, իսկական պատճառը վախն է։ Երկրորդը ինչա մեկ հատ հարցերից, որ ծաղկացնում է, մեծացնում է, իրան ամեղանում, այս երեխեն attention կարիք ունի։ Այսինքն իր self-esteem-ը նացած եւ այս ձև երեխերքի attention-ը որ չեն ստանում, սկսում են այս գործերը անել։ Հիմա ինչքան որ կարողանաք իրան attention տակ, իր self-esteem-ը, ինքնասիրությունը շատացնեք, որը մենք օրը 50 հատ positive affirmation երեխերքին տանք, այդ երեխերքը նոր մեծանում են, մեկ քիչ նորմալ positive երեխերք են ելնում։ Ուրեմն հիմա նայեք, տեսեք, ինչ չափի positive affirmation ունի ձեր երեխեն, որ կարողանաք մնացածն էլ լրացնեք, որ այդ attention ստանալու համար, ուշադրություն ստանալու համար, որ այդ ծաղկացնումը, այդ գործերը կատարումը, եւ եթե դա չստանա, դուք affirmation-ը չտաք, positive attention-ները չտաք իրան, ուրեմն դա արդեն սովորություն կելնի եւ երբ որ մեծացավ արդեն
մի հատ փոքր սուտը սովորություն են անում, արդեն մեծ սուտերա ելնելու problem կելնի երեխի համար։ Ուրեմն պետք ունենք որ դուք տեսնեք ինչից է վախենում եւ judgment-ից է վախենում, պատժվելուց է վախենում, թե օտար վախեր կա եւ այդ attention-ը ձեզանից ուզում է, հիմա կարելի է օտար երեխա քույրիկ եղբայրը ծնվե կամ մատ քազինա ծնվե կամ մի բան պատահեր է, որ այս երեխեն ձեր ուշադրությունը ուզում է գրավի։ Ես հանդիպում եմ նրան ասում մատ պետրավներ եմ տալիս երնոպուկ եմ տալի ասում ինչ լավ բաներ իմանես գրիշ գրի ինձ համար ինչքան կարող ես Այո բայց իր քույրիկն էլ կողքնից տալած մեր կուտայի տարբերությունով məsələn 60 հատ բան կգրի քույրիկը մեծ է թե փոքր է իրանից քույրիկը մեծ է իրանից Okay, արդեն հարցի պատասխանը իմացանք ինքը փոքրն է ուշադրությունը ձերը կարելի է որ մեծ քույրիկին է գնացել եւ ինքը ուզում է իր մեծ քույրիկին նման ելնի Ակտը անում որ իր մեծ քույրիկին նման ելնի ուրեմն ամեն ինչ անում է որ այդ մեծ քրոջ հասնի Okay պետք ունի որ իր ինչ անենք որ այդ competition-ը այդ գաբոր ինքն այդ ուրեմն սա կաֆեդեսն է ապակած իր հետ մենակ ժամ պետք է դնեք եւ իրան մենակ այդ պոզիտիվները աշխատանքը դնեք մեծ քույրիկն էլ իր պապի հետ այսինքն ջոկ որ նստացնում եք ասում եք երկուստ էլ լավն եք էսեք էսի պակասա բերում իր հետ ջոկ ժամ դնեք մատ մեծ ժամ իր հետ մենակ գնացեք դուրս парք պաղպաղակի եւ իր հետ այդ պոզիտիվ զրույցը ունեցեք Okay Merci դուք hello Այո Ինչ գիրքեր դուք recommend կանեք այդ affirmation-ը ես նայում եմ լավ երեխեքի վերաբերյալ Երեխեքի վերաբերյալ YouTube-ի վրա մի հատ կա, որ Dr. Haim, որ շատ սիրուն խոսքեր է խոսում, կարող եք երթակ լսեք։ Dr. Haim H-A-I-M H-A-I-M Այո Շատ լավ Merci Տելեֆոն Merci շնորհակալություն Խնդրեմ Bye Այո համեցեք Hello Այո համեցեք Կնեք ես ուզում դուք Սիլվան Ես Սիլվան եմ համեցեք Բարև Սիլվա ջան ես մոտ ասում ես շատ ինքնավստահությունս ոչի չունեմ շատ ցած է Այո Օրինակ անգամներ գալիս եմ 10 իմանում եմ, բայց այդ ժամանակը որ գալիս է տոնը փորձում եմ շատ լավ սովորում եմ, ասում եմ, որ իր ժամանակ որ գալիս է ուզում եմ ասեմ, մեծերի ստրես ունեմ, չեմ կարողանում, հետո սկսում է լրիվ մարմինս սկսում է դողալ, չեմ կարողանում ասեմ, դրա համար էլ այդ 10-ից դուրս եմ գալի կամ չեմ ուզում էլ նորից վերցնեմ ուզում եմ տեսնեմ ինչ անեմ որ Այսինքն anxiety եք ստանում երբ որ պետք է քննության ժամանակ երթակ պատասխան տաք Այո Anxiety այսինքն սիրտը արագ է խփում դողում ես քրկնում ես այսինքն շփոթվում ես Այո Այդ ձև է ելնում Այո Շատ լավ Ուրեմն մենք ունենք մեկերը որ test phobia ենք ասում, այսինքն վախ ունեն թեստերից կամ stage-ի վրա ուզենան այդան երգեն, խոսան, ճարախոսեն կամ մատ էսեյ կարդան կամ քննության ժամանակ anxiety ունեն դրանք ֆոբիաներ ա որ ֆոբիայի արմատը anxiety այսինքն stress-ը, մեկ հատ stress հիմա կարելի է անցյալից ունեցել եք եւ այդ մնացելը չեք կարողացել identify անեք, ճանաչեք մնացելը, հինացելը եւ այս ձև ժամանակներ էդի դուրս է գալի մեծեվով նեղացնում է, խանգարում է ձեզի եւ այդ anxiety-ն ավելի շատ մենք կարող ենք որ relaxation-ով, meditation-ով imagery
նախքան թեստը երթալը դուք մի հատ օրինակ կես ժամ, մեկ ժամ առաջը մի հատ պարկեք, խորը շունչեր քաշեք, այդ ձեր դասը ինչ որ ունեք, ձեր մտքի մեջ հանգիստ review արեք խորը շունչերով եւ ձեզի նայեք image-ը, այդ ձեր պատկերը, որ դասարանում նստած եք, խորը շունչ եք քաշում, հանգիստ, relax եւ այդ քննությունը, թեստերի պատասխանները հանգիստ confidence-ով գրում եք։ Էդի նախքան որ երթաք այդ դասարանը քննության համար դուք ձեզի մի հատ այդ ձև meditation կատարեք, խորը շունչեր քաշեք, 10 րոպե, 20 րոպե, հետո կտեսնեք տարբերությունը անում եւ ամեն անգամ ավելի կլավանա։ Ամեն անգամ ավելի կլավանա, որովհետեւ արդեն այն կողմը չեն կարող ասենք, որովհետեւ լավ, հիմա մտածի F առնես, լավ, խոփ նոր ենք երթաս, լավ, ատանք իմացանք, բայց ինչ անենք, ինչ անելու համար այդ relaxation-ը, meditation-ը եւ imagery-ը։ Okay, եւ ձեզի տեսնեք, որ դասարանում հանգիստ նստերեք այդ հարցերի պատասխանը տալիս եք։ Այո, եթե Սիլվա ջան, դել արցունեմ։ Այո։ Մի փոքր արագ, ես 2 րոպե ավել ժամանակ չունեմ։ Այո, օրինակ ուրա գալի մեր տունը, հետո այդ ժամանակ օրինակ ուզում եմ իրասիրեն մացուշ բերեմ կամ թեյ բերեմ, այդ ձերքես սկսում է, այսինքն սթրես եմ բերում, սկսում է տողալ, ճիշտ եմ ձեր մեկը, այսինքն իշ կարծում եմ այդ ուրա ամենը ինձ անայում, շարժումքին, իմ այդ բաժակ վերցնելուց։ Շատ լավ, ես հասկացամ համարյա ձեր պրոբլեմը, կարող եք տելևիզիոնով լսեք։ Ես իմացամ։ Խնդրեմ։ Ուրեմն, այս մեր սիրելին դուք մեկ հատ anxiety ձեզի խանգարում է ձեր կյանքը հույրագալի, պետք է հույրասիրեք ինչեր որ պետք է կատարվի, ուրեմն զգում եք որ այդ օտարը ձեզի նայում է եւ ջաջա անելու, էդի փոքր տարիքից այդ հարցը առաջ է եկել եւ ձեզի խանգարերա եւ ձեր նման մեկերին, ձեր մարտիկիների հետ ես շատ եմ աշխատանք դրել, որ մենք 5-ից 6 session-ով այդ anxiety-ն լրիվ մաքրում ենք, որ դուք արդեն բոլորովին այդ սթրեսը չեք ունենալու ձեր կյանքի մեջ։ Եթե ուզեցաք, կարող եք ինձ զանգահարեք, ժամադրություն կտամ։ Մեկ հատ զանգը, այս զանգը շատ արագ հարցրեք, պետք է վերջացնեմ ծրագիրը։ Համեցեք։ Այո։ Համեցեք։ Ալո։ Համեցեք, խնդրում եմ արագ ձեր հարցը տվեք։ Այո, ուրեմն եթե մեկը depression-ի մեջ է, ու ոչ մի բան չի ուզում անել, ունի բարերյա գործերը, դպրոց գնալ, մարզանք անել կամ դուրս գալ շփվել, ինչ կարող ենք անել։ Քանի տարեկան։ Քանի տարեկան է։ 17։ Արդյոք ինքնասպանության մասին խոսում է։ Ոչ։ Մինչև հիմա ուզացել է ինքնասպանություն անի։ No, չէ։ Շատ լավ, գիծի վրա մնացեք, ես ձեզ հետ կխոսամ, թույլ տվեք ես ծրագիրը փակեմ, գիծի վրա մնացեք։ Շատ լավ, սիրելիներ, ծրագիրի վերջնա, այս ծրագիրը կրկնողությունը կարող եք հետևել երեքշաբթի ճաշից հետո ժամի 1-ին, ինձ հետ ժամադրության համար ձեր հոգեկան անհանգստություններ, հիվանդությունների վերաբերյալ կարող եք իմ գրասենյակը զանգահարեք 818 326 8221 թվով։ Բոլորիդ հանձնում եմ Աստծո ձեռը եւ ձեր ձեռքը։ Բարի գիշեր։